Բարև ձեզ Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է, ողջույն։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ընդունեցին համատեղ հայտարարություն Թրամփի ուղի կազմակերպության, թե կարճացնենք, ստեղծման քաղաքական հայտարարություն, ասացեք, խնդրեմ, սա այսպես իրավական ուժ ունի, թե միայն քաղաքական այսպես նպատակներ է հայտարարում, նշված է, որ Թրամփի ուղու իրականացման շրջանքը չի առաջացնում եւ միտված չի առաջացնել իրավական հանձնառություններ, պարտավորություններ Հայաստանի ԱՄՆ-ի համար, սա ինչ էր։ Ինչպես դուք նշեցիք, իսկապես այս փաստաթուղթը, այս հայտարարությունը իրավական ուժ չունի, որովհետև այն պայմանագիր չէ եւ չի վավերացվելու, սա արտգործնախարարի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի համատեղ ընդունած հայտարարություն է եւ դրանից հետո է, որ իրավական փաստաթղթեր են ծնվելու եւ ստորագրվելու։ Սա շրջանակն է, սա այն հանձնառությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ստանձնում են իրականացնելու TRIP նախագիծը եւ ըստ էության այս փաստաթղթում ներառված են բոլոր դետալները, որոնք հետագայում մաս կկազմեն արդեն իսկ պայմանագրին, որը կստորագրվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որից հետո արդեն կստեղծվի TRIP զարգացման ընկերությունը եւ որի կանոնադրությունը կընդունվի եւ այլն։ Այս փաստաթուղթը իրավական ուժ չունի միջազգային պայմանագրերի տեսանկյունից, բայց նաեւ այն կարևոր քաղաքական հանձնառություն է կողմերի համար։ Շատ լավ, քաղաքական հայտարարություն է։ Ես այսպես փորձեմ տալ են հարցերը, որոնք առաջացան, հա, նաև դիբատի շեշտադրմամբ, ստացվում է իրականացավ Ադրբեջանի նախագահի ցանկությունը Հայաստանով անցնելիս ադրբեջանցիների հայի երես չտեսնել, հայ մաքսավորի կամ սահմանապահի, ստեղծվում է front office, որտեղ լինելու են օտարերկրյա կազմակերպության աշխատակիցներ, փաստաթղթեր, գումարներ գանձեն եւ դա back office հայաստանյան պետական մարմիններին փոխանցեն, հայեր չեն լինելու ստացվում է ճիշտ հակառակը, ստացվում է, որ այս փաստաթղթով ինչպես մի քանի անգամ նշվում է, Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայությունները ունենալու են լիակատար ներկայություն ենթակառուցվածքների վրա, անցակետերում եւ այլն, եւ իրականացնելու են իրենց լիազորություններից բխող գործառույթներ եւ բոլոր տարբեր իրավիճակներում Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, մաքսային ծառայության ներկայացուցիչները, անվտանգության ստուգման եւ այլն կատարելու են իրենց գործառույթները ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, բայց այո, ինչեւ front office-ը որ նշում եք, սա մի նորարարություն է, որը լինելու է մեր սահմանային անցակետերում, որը չկա օրինակ Վրաստանի հետ կամ Իրանի հետ մեր սահմանային անցակետերում, լինելու է front office, back office կամ ընդունարան գրասենյակ մոդելով տարբերակը, որտեղ front office-ի աշխատակիցները, որոնք կարող են լինել մասնավոր ընկերության աշխատակիցներ, ընտրված Թրամփի ուղի ընկերության կողմից, ընտրված Թրամփի ուղի ընկերության կողմից, որոնք աջակցող սպասարկող գործառույթներ են իրականացնելու, փաստաթղթերն են հավաքելու, համապատասխան վճարումներն են հավաքելու, աջակցելու են քաղաքացիներին։ Ես մի քիչ լոկալ օրինակ բերեմ, օրինակ երբ որ մենք գնում ենք անձնագիր ստանալու համար միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, այնտեղ մարդիկ են նստած աշխատակիցներ, որոնք հավաքում են մեր փաստաթղթերը կամ այդ տերմինալի մոտ են աջակցում քաղաքացիներին, բայց հետո արդեն միգրացիոն գրասենյակում, անձնագրային գրասենյակում որոշումները կայացնում են, այդ որոշումների կայացումը լիակատար միանշանակ իրականացնելու են Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Այսինքն թույլատրել տվյալ բեռը անցնի, թե չանցնի։ Բոլոր թույլտվությունները տալու են Հայաստանի Հանրապետության վերաբերելի ծառայությունների աշխատակիցներին։ Քանի որ ամիսներ շարունակ օգոստոսի 8-ից հետո ներողություն, այսպես շատ սցենարներ քննարկվում են իրական կյանքի վրա, ինչը լավ է իրականում, եկեք նույն ձև, հա, ենթադրենք զննության անհրաժեշտություն կա բեռի կամ ավտոմեքենայի կամ անձի ինչ որ կասկածելի վարք է դրսևորել եւ այլն։ Հայաստանի Հանրապետության մաքսային անվտանգային սահմանային ծառայողները արդյոք զննելու են ըստ այս փաստաթղթի։ Փաստաթղթի մեջ ձեր հարցի պատասխանը կա այո միանշանակ։
բոլոր ձեր նկարագրած իրավիճակներում այդ գործառույթներն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության մաքսային, սահմանային, իրավապահ համակարգի մարմինների աշխատակիցները, նրանք հասանելիություն են ունենալու ամբողջ բոլոր տեսակի ենթակառուցվածքների ողջ տարածքում հասանելիություն ֆիզիկական ներկայացում նկատի ունեք, որովհետև մարդկանց մոտ կար տպավորություն եւ ընդդիմադիր տարբեր գործիչներ մտահոգություն են հայտնում, որ չի լինի վերահսկողություն, մենք չենք զննի, մենք չենք, չգիտեմ, ստուգումներ իրականացնի։ Այդ բոլոր մտահոգությունները, լինեն կոնսպիրացիոն մտահոգություններ, թե իսկապես անկեղծ մտահոգություններ, այս փաստաթղթով փարատվում են, իսկապես սա շատ կարևոր արձանագրում է եւ այստեղ մի նախադասություն կա փաստաթղթում, որ այդ գործառույթները Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանային եւ մաքսային հսկողության վրա անքննարկելի եւ բացարձակ է, այսինքն այստեղ որևէ տեսակի այլ ենթադրություն այս փաստաթղթի ընդունումից հետո հնարավոր չի անել։ Այնպես չի, որ դա վատ է, որ այդպես շեշտադրված է, ինձ թվում է կարիք կա շեշտադրել։ Շեշտադրումը նաև այդ մեր մտահոգությունների արդյունքն է, իհարկե, հաշվի առնելով նաև ապաշրջափակման թեմայով եւ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի շուրջ ստեղծված խոսույթը, որը եղել է տարիներ շարունակ, իհարկե այդ մտահոգությունները կային եւ այդ մտահոգությունները այս փաստաթղթով փարատվում են։ Ես ուզում եմ գանք հետեւյալին front office, back office։ Արդյոք Ադրբեջան նույն ծավալը, նույն սխեման մեզ համար է ապահովելու, որովհետև եթե նրանք ունեն անվտանգային մտահոգություններ, Հայաստանի քաղաքացիներն էլ ունեն անվտանգային մտահոգություններ անցնելու, չգիտեմ, Նախիջևանով կամ Ղազախով դեպի Ռուսաստան գնալու։ Ոնց որ նրանք նման պարտավորություն չեն ստանձնում եւ սա միակողմանի զիջում չի, պարոն Խանդելյան։ Սա միակողմանի զիջում չի եւ սա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև փաստաթուղթ է։ Այս փաստաթղթի մեջ Ադրբեջանը չկա եւ այստեղ բոլոր ընթացակարգերը եւ սկզբունքները վերաբերելի են միայն Հայաստանի Հանրապետության տարածքի համար, բայց նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձ օգուտներ է ստանալու։ Ես կարծում եմ դա արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քննարկելու հարց է, թե իհարկե կքննարկվի եւ կարծում եմ, գիտեք, այս նախագծի առանձնահատկությունը ինչ է, որ այդ միջազգային տրանզիտի ընթացքում մենք TRIP զարգացման ընկերությունը փորձելու է անել հնարավորը, որպեսզի անցումը Հայաստանի Հանրապետության տարածքով լինի արագ եւ արդյունավետ։ Եվ դա է նաեւ պատճառներից մեկը, որ կա front office, back office-ի գաղափար, այնտեղ կա նաեւ տեքստում, որ Հայաստանը տարբերակվող կարգավորումներ է առաջարկելու, այսինքն ինչը կրկին վերաբերում է մասնավորապես նաև front office, back office-ին, եւ ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը եւս շահագրգռված է, որ իր տարածքով, թե Ադրբեջանի հիմնական տարածքով եւ թե Նախիջևանով անցումը կլինի արագ, եւ այստեղ արդեն այդ տեխնոլոգիաները, որոնք կիրառվեն, պետք է ակնկալել, որ Ադրբեջանը եւս կկիրառի եւ հնարավորինս արագ կլինի միջազգային տարանցման համար։ Բայց միջազգային կազմակերպություն front office-ի տեսքով Ադրբեջանում չի լինի, ասենք Նախիջևանում։ Դա Ադրբեջանը, այսինքն իր սուվերեն որոշումն է։ Բայց մեր անվտանգության կարիքը ո՞նց է սպասարկվելու այդ դեպքում։ Չէ՞ որ օրինակ մեղրեցիները, որ նստեն չգիտեմ, գնաց կամ ավտոմեքենա Նախիջևանով գան Երևան, ունենալու են, չէ՞, այդ կարիքը անվտանգության։ Թե Ադրբեջանից մի քանի շերտ կա, հա, այստեղ կա թե Ադրբեջան-Նախիջևան անցումը եւ կա ընդհանուր առմամբ արևելքից արևմուտք տարանցումը եւ անտրամաբանական է մտածել, որ այս անցման վրա որևէ երկիր, որևէ անվտանգային ռիսկ կփորձի գեներացնել, որովհետեւ դա անարդյունավետ կդառնի եւ Ադրբեջանը պետք է իհարկե շահագրգռված է նորո ապահովել ֆիզիկական անվտանգությունը, որովհետեւ ես դե ենթադրությունների դաշտ որ գնանք կարող է խոսել, որ միակողմանի ճանապարհ է տալիս կրկին ապաշրջափակման ենթարկի միակողմանի ճանապարհ։ Չէ, չապահովի միակողմանի կստացվի։ Չէ, տեսեք խաղաղության երաշխիք ունի, մենք չէ ստացվում։ Ես չեմ կարծում, ես նորից եմ կրկնում, որ դա նաև հետագա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խոսակցության եւ քննարկումների բանակցությունների առարկա ընդհանուր ապաշրջափակման կոնտեքստում։ Այդ հարցը բարձրացվելու է մեր անվտանգային կարիքների։ Թե այդ հարցը մշտապես կա, բայց նաև նորից եմ կրկնում, որ
այստեղ տրամաբանական է, ուղղակի ելնելով տրամաբանությունից, տրամաբանական է, որ բոլոր երկրները, որոնք տրանսկասպիան ուղու վրա են կամ միջին միջանցքի արևելք արևմուտք փոխկապակցության շահագրգռված են լինելու, որ այդ անցումը լինի անվտանգ արդյունավետ եւ դուք Նախիջևանով կգնաք մեղրի անձամբ դուք եթե այսինքն քաղաքացիական երկաթուղին բացվի եւ դա լինի ավելի արագ ճանապարհ, ինչու ոչ։ Լավ, ես ձեր խոստումը կհիշեմ։ Չէ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեր քաղաքացիների համար, որ եթե ուղևորատար գնացքներ լինեն եւ չգիտեմ դա որքան հեռավոր թե մոտ ապագայի հարց է, հուսով եմ մոտ ապագայի հարց է։ Իսկ ավտոմեքենաներ Trip զարգացման ընկերության նպատակներից մեկը նաև ավտոմայրուղու շինարարությունն է, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ ընդհանուր առմամբ այդ միջազգային տարանցմանը, բայց ես ճիշտն ասած հիմա հեռավորության համար տեսանկյունից չգիտեմ ավելի Հայաստանի կենտրոնից մեղրի գնալ ավելի ենթադրում եմ ավելի արագ է Հայաստանի տարածքով, քան Նախիջևանի տարածքով, ու նաև վստահ չեմ, որ Նախիջևանի տարածքում Ինչքա գիտեմ 2 ժամ ավելի արագ է Նախիջևանով ավտոճանապարհ մասնախոսքը։ Տեսեք, ընդդիմությունը ամիսներ շարունակ իշխանությանը մեղադրել է օգոստոսի 8-ից հետո ԱՄՆ-ին միջանցք տալու մեջ, օրինակ Իշխան Սահակյանն նաև այստեղ էր ասում, որ ԱՄՆ-ին Հայաստանի իշխանությունը միջանցք է տալիս, իսկ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանի այդ հատվածի փաստացի վերահսկողության հնարավորություն, Ադրբեջանը ստացել է Հայաստանի տարածքում միջանցքի իրավունք, Հայաստանը ոչինչ չի ստացել, բայց այս վերջին մասը մի կողմ թողնենք, արդյոք այդպես չստացվեց։ Ես մի բան ասեմ, որ այս գիշերվա հրապարակված հայտարարության տեքստից հետո միջանցքի հարցը, այն միջանցքի հարցը, որի մասին մենք գիտենք, այսինքն եւ որի շուրջ շատ խոսել ենք Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության խախտման սկզբունքներով փակված է։ Նման հարց չկա եւ Հայաստանը որևէ մեկին Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը միջանցք չի տալիս եւ ինչպես որ դա բազմիցս ասել ենք մեզ համար Հայաստանի Հանրապետության համար բացառիկ կարևոր է մեր ինքնիշխան ապաշրջափակման կոնտեքստում եւ բոլոր կոնտեքստներում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների պահպանումը եւ ինչպես հայտնի է դառնում արդեն TRIP նախագծի մանրամասներից այդ անցումը լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Իսկ ինչու ԱՄՆ-ին ներգրավեցին պարոն Խանդենյան։ Մի քանի օլիգարխի, ինչպես վարչապետն է ասում, թափ տայինք, հաստատ մի 300-400 միլիոն դոլար կհավաքվեր։ Այդ գումարներով մենք կառուցենք երկաթուղին, ավտոճանապարհները, մալուխագծերը, գազատարները եւ գույքի օգտագործման վճարները միայն մեզ գնար։ Ինչու ներգրավեցին Նախ Միացյալ Նահանգները հետաքրքրված էր ներգրավելու այս նախագծում եւ որը բիզնես նախագիծ է նաեւ, որը բայց մենք կիսում ենք ստացվում, բայց նաեւ ներդրումներ ներգրավելը ցանկացած պետության համար շատ կարեւոր է եւ շատ գովելի է, որ մենք ներգրավում ենք Միացյալ Նահանգներին, որը ներդրումներ է կատարելու Հայաստանի Հանրապետությանը, որը հսկայական օգուտներ է բերելու մեր երկրին եւ Հայաստանի Հանրապետություն եւս փայ ունի այդ ընկերությունում ավելի շատ, քան բոլոր մյուս ենթակառուցվածքային նախագծերում, որտեղ Հայաստանը որևէ փայ չունի։ Օրինակ Հարավկովկասյան երկաթուղիներում եւ կամ օրինակ հեծում չուներ կամ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաև, բայց պետք չի շրջանցել նաև այն քաղաքական կարևոր ազդեցությունը եւ խաղաղության նկատմամբ վերաբերմունքը եւ ներդրումը, որ Միացյալ Նահանգները կատարեց օգոստոսի 8-ին եւ ըստ էության
այն բանակցությունները, որը Հայաստանը եւ Ադրբեջանը վարում էին տարբեր ուղղություններով, թե խաղաղության պայմանագրի, թե ապաշրջափակման եւ ընդհանրապես խաղաղության հաստատման տեսանկյունից, Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ակնհայտորեն արագացրեց այդ process-ները եւ դրական արդյունքներ բերեց։ Ոստի ես կարծում եմ, այստեղ վախենալու, անհանգստանալու ոչինչ չկա, հատկապես երբ որ մենք նման բիզնես նախագծի մեջ ենք ներգրավված Միացյալ Նահանգներին։ Դե որովհետև ընդդիմությունը հիմա կասի, հիշում եք, որ օրինակ մեր առաջնորդ Ռոբերտ Քոչյանը կասկածի տակ էր դնում, որ Հայաստանի իշխանությունը ունակ է ԱՄՆ-ի հետ հավասարապես բանակցել։ Տեսեք, ունակ չեղավ 26%, մեծ թրիփ ընկերություն 74% նրանց։ Հենց դրա մասին է, որ հավասարի պես բանակցել, որ 74-ը դրան հավասարության մասին շատ հետաքրքիր է, իսկ նաև պետք է հաշվի առնել, թե որքան ներդրում է կատարել Միացյալ Նահանգները այս նախագծում, մենք ներդրում ենք եւ որքան ներդրում է կատարելու Հայաստանի Հանրապետությունը եւ ինչ օգուտներ է քաղելու Հայաստանի Հանրապետությունը, բռնագանձումից ստանային գումարները եւ Հայաստանը, ընդհանրապես լրացուցիչ միջոցներ ներգրավելը ներքին միջոցներից բացի շատ կարեւոր է։ Օտարերկրյա ուղիղ ներդրումները յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավորինս շատ օտարերկրյա ուղիղ ներդրումներ ներգրավել իր տնտեսության մեջ եւ սա դրա օրինակներից մեկն է եւ ես ուզում եմ նշեմ որ շատ կարեւոր է նաեւ որ բոլոր պետական մեր օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը եւ վճարումները ուղիղ վճարվելու են Հայաստանի Հանրապետության բյուջե։ Մաքսային եւ տրանզիտային վճարները։ Իսկ TRIP զարգացման ընկերությունը հավաքելու է արդեն լրացուցիչ վճարումներ։ Օրինակ, եթե ճանապարհը եղավ վճարովի, այդ վճարումները կգնա TRIP ընկերության բյուջե եւ որը կբաշխվի ըստ բաժնեմասերի։ Այսինքն երկաթուղով եթե անցնում է օրինակ ադրբեջանական կամ թուրքական գնացք, ինքը պետք է վճարում կատարի TRIP ընկերությանը եւ ավտոճանապարհի մասով ավելի երկաթուղու մասով ես չգիտեմ միջազգային պրակտիկա կա վճարովի երկաթուղիներ ունենալը, թե դա սահմանափակվում է պետությանը վճարվող հարկերով եւ տուրքերով, բայց օրինակ Եվրոպայում վստահ եմ դուք էլ տեսել եք, որ մայրուղիներ կան, արագ մայրուղիներ կան, որոնք վճարովի են, օրինակ եթե TRIP զարգացման ընկերության կողմից կառուցված մայրուղին լինի վճարովի, այդ վճարները կգնան արդեն TRIP ընկերություն, որը հետո կբաշխվի ըստ բաժնեմասերի։ Իսկ պարոն Խանդանյան, Ադրբեջանը այսպես ըմբռնում է հայ-ամերիկյան համաձայնությունները, այսինքն համաձայն են կարգավորումների հետ, որ մենք Ամերիկայի հետ համաձայնեցնում ենք։ Հիմա դե կարող եք ասել, գիտեք, սա մեր երկկողմ գործն է եւ այլն, երրորդ երկրների չի վերաբերվում, բայց վերաբերվում է անուղղակի։ Իհարկե վակուումում չի, մեր այս խոսակցությունը վակուումում չի եւ նրանք գալու են անցնել այս ճանապարհով։ Այսինքն հետաքրքրություն ունի բնականաբար այստեղ։ Եվ ես վստահ եմ, որ կա խոսակցություն Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ, նաեւ վերջերս տեսանք, որ ամերիկացի պաշտոնյաներ էին Ադրբեջանում, որոնք նաև TRIP նախագիծներ են քննարկում, նաև տարբեր մակարդակում, երբ որ շփումներ են լինում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջև, այս հարցը եւս քննարկվում է։ Հիմա արդեն ամեն ինչ հրապարակային է եւ ես կարծում եմ, որ այս նախագծի իրագործումը տնտեսական տեսանկյունից նաև Ադրբեջանի շահերից է բխում։ Եվ այստեղ միգուցե սա շատ բան արտահայտություն է, անսովոր մեր հանրության ականջին արտահայտություն է, բայց ես կարծում եմ հենց այդ դավաճանական արտահայտություն։ Բայց այդ հենց սա է խաղաղության երաշխիքը, երբ որ մենք անում ենք գործողություններ, որոնք փոխշահավետ են։ Երբ որ մենք սկսենք ունենալ տնտեսական փոխկապվածություն եւ փոխկապվածություն, դա կլինի լավագույն երաշխիքը, քան այն բոլոր երաշխավորներին եւ երաշխիքներին, որոնք ընդդիմությունը խոստանում է բերել հանուն արժանապատիվ խաղաղության։ Տեսեք, պարոն Խանդանյան, այս հայտարարության մեջ հայ-ամերիկյան որոշակի այսպես ակնարկ չի, հենց ուղիղ տեքստով էլ ասում է, որ Թրամփի ուղին կհաջողի, եթե Թուրքիայի Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, այսինքն շատ իրատեսական նշում է արված, իրապես եթե կառուցվի եւ
նրանք չանցնեն, ընդհանրապես չօգտագործեն, ստացվում է անիմաստ ներդրում։ Այս իմաստով մենք ինչ կարող ենք ունենալ, եկեք սկսենք Թուրքիայից, հա, եւ մի նորություն էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ալիջանի սահմանային անցակետի աշխատանքները 90%-ով ավարտված են, ընդդեմ սա Անադոլուն է ասել պետական եւ սահմանային անցակետում կառուցվում են շենքեր, մաքսային եւ այլ ընթացակարգերի համար իրականացում են գովազդային վահանակների տեղադրում Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու, որպեսզի ուսումնասիրեն Իգդիրը եւ շրջակա շրջանը։ Շատ լավ նորություն է դա, եւ դա արդյունքն է Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերջին տարիների շատ ակտիվ քաղաքական երկխոսության, եւ մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ երկխոսության կոնկրետ արդյունքներ կլինեն։ Առնվազն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հատուկ ներկայացուցիչների միջև, այն է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը հույս ունենանք, որ շատ մոտ ապագայում կբացվի եւ նաեւ ես կարծում եմ, որ պետք չէ հապաղել Թուրքիային եւ ընդհանրապես բացել սահմանը։ Նաև ավտոմեքենաների համար, նաև բեռնափոխադրումների համար։ Գիտեք, որ մենք նաև Թուրքիային առաջարկել ենք մինչև թրիփը կկառուցվի եւ երկաթուղին կգործարկվի Հայաստանի տարածքով, որպես Հայաստանը օգտագործել տարանցիկ երկիր Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումների համար։ Այդ առաջարկը բաց է, ուժի մեջ է եւ հույս ունենանք, որ նաև այս անցակետի շահագործման հնարավորություն կտա նաև դրա համար, որովհետեւ հայկական կողմում ամեն ինչ պատրաստ է։ Մարգարայի անցակետը պատրաստ է եւ մենք նաև կարող ենք ենթադրում եմ պատրաստ է նաև Լաչինում Լաչինի հատվածում Հայաստանի կողմից անցակետը, այսինքն այդ ուղղությամբ Թուրքիան կարող է Հայաստանը դիտարկել տարանցիկ երկիր Ադրբեջանի հետ կապի համար։ Ակնկալիքն այն է, որ մոտ ապագայում, շատ մոտ ապագայում տեղաշարժեր կլինեն Հայաստանում։ Կարծում եք շաբաթների հարց է, թե ամիսների, տարիների, չգիտեմ, մի քիչ։ Ես ուզում եմ լավատես լինել եւ ասել, որ շաբաթների հարց է։ Հուսով եմ իմ լավատեսությունը կգնահատվի։ Այո, հուսանք։ Հակառակ դեպքում ձեզ կասենք, թե ինչու եք կեղծ պնդում անում, հա։ Տեսեք, պարոն Միրզոյանը ասաց, որ Թուրքիայի հետ Թրամփի ուղին չի քննարկվել, պարոն Խանդանյան, բայց ես դենթը չեմ սխալվում, պարոն Միրզոյանը ասաց, որ Մարկո Ռուբիոյի հետ Թուրքիայի ներգրավվածության հարցը նախագծում չի քննարկվել։ Հա, ես ճիշտն ասած հասկացա, որ Թուրքիայի հետ Հայաստանը չի քննարկել Թուրքիայի մասնակցությունը Թրամփի ուղու կառուցման ստեղծման։ Դա էլ ստեղծության չի քննարկվել։ Ընկերության աշխատանքն է, բայց տեսեք, այնտեղ իրականացվելու են երկաթուղիների, ավտոճանապարհների, գազատարների, նավթատարների եւ այլն, հա, խողովակների կառուցում նկատի ունի, մալուխագծեր, եթե թուրքական ընկերությունները հայտ ներկայացնեն մասնակցելու այդ մրցույթներին, նրանք կընտրվեն, այսինքն կա այդպես քաղաքական որոշում, որ ոչ, թուրքերը պետք է չմասնակցեն, քանի որ մեր ընդդիմությունը կասի թրքասում եք Հայաստան օրինակ, էլի։ Նախ, ինչպես գիտեք, դա ինչպես օգոստոսի 8-ի հռչակագրով նաև այս փաստաթղթով նշվում է, որ նման հարցերը կոնսենսուսով են որոշվելու, այսինքն Հայաստանը որոշիչ ձայն է ունենալու անկախ բաժնեմասերի քանակից։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները ունի կառավարող բաժնեմասերը, բայց նման հարցերը եւ երրորդ կողմի ներգրավման հարցերը փոխադարձ համաձայնությամբ են ընտրվելու։ Ես կարծում եմ, մեր ժամանակ է պետք հասկանալու ինչպես հարաբերվել այդ հարցի հետ։ Կա իհարկե հանրային որոշակի զգայունություն թեմայի նկատմամբ եւ մենք չենք կարող հաշվի չառնել այդ զգայունությունը, բայց նաև կա բիզնեսի կառավարման արդյունավետության տեսանկյունից հարցեր եւ յուրաքանչյուր մասնավոր դեպք, յուրաքանչյուր մասնավոր հայտ ստումա պետք է առանձին քննարկվի եւ հասկանալ, թե այդ կշռի նժարի վրա որն է ավելի ուժեղ, որն է ավելի արդյունավետ տվյալ պահի համար եւ որոշումներ կայացնել։ Ադրբեջանի ուղղությամբ հունիսի 7-ին ընտրություն են, հնարավոր է մինչև դա ստորագրվի պայմանագիր, չէ՞ որ դա ձեր քաղաքական ուժի համար լավ ձեռքբերում կլինի։ Չեմ ասում վավերացում, այլ ստորագրում։ Տեսեք, երբ որ ինձ եք հարցնում, իհարկե հնարավոր է։
Իհարկե մենք պատրաստ ենք ստորագրել։ Իրողություններից բխող հարց եմ տալիս։ Բայց այս պահին ոչ թե ձեր ցանկությունն է, ես չեմ կարող ասել, չեմ կարող փաստ մատնանշել, որ Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, բայց նաև չեմ կարող բացառել դա, որովհետև կյանքը ցույց է տալիս, վերջին 4-5 ամիսների կյանքը ցույց է տալիս, որ խաղաղությունը շատ փոխշահավետ գործարք է Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Մենք սկսել ենք առևտուր անել Ադրբեջանի հետ, մի առանց դեռ խաղաղության պայմանագիր չկնքած, դեռ միջպետական հարաբերություններ չհաստատած, բայց սկսել ենք առևտուր անել եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ սա եւս որոշակի գործոն է, որը հնարավորություն է ստեղծում նաեւ քաղաքական մակարդակում ի վերջո խաղաղության պայմանագիրը ստորագրել եւ Չլսեցիք կսմթոց լսեցի ճիշտ ասած եւ չարձագանքեցի, որովհետեւ նաեւ շնորհիվ Եռաբլուրի է, որ մենք այսօր կարող ենք հայտարարել, որ հաստատված է խաղաղություն։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը ինչ է առաջարկելու քաղաքացիներին 26-ի ընտրություններում։ Ձեր վերընտրության շանսը ինչպիսին է համար, որովհետև նախորդին նաև դաշնակցության համաժողովներն նրանք դաշինքով են գնալու եւ դիմադիր դաշտում կա այն տեսակետը, որ մենք տարբեր մոտ 3 խմբով պետք է գնանք, ավելի շատ ձայն հավաքենք, քան ԿՊ-ն, նրան մեկուսացնենք եւ հետընտրական կոալիցիա կազմենք։ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Սամվել Կարապետյանը հավանաբար։ Ես շանսի գնահատումը կթողնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև այդ շանսը մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են տալու եւս մեկ մանդատ շարունակել կառավարել Հայաստանը։ Մենք պատրաստվում ենք հաջորդ տարիների ընթացքում ինստիտուցիոնալիզացնել խաղաղությունը, այն ձեռքբերումները, որոնք հիմա կան քաղաքական մակարդակում, դրանք պետք է ինստիտուցիոնալ դառնան եւ մշտական դառնան, այսինքն մենք պետք է հասնենք մի իրավիճակի, որ հետդարձի ճանապարհը այլևս անհնարին լինի, եւ մենք այդ ճանապարհին ենք ու գործընթացները ցույց են տալիս, որ մենք այդ ճանապարհին ենք։ Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւ խաղաղությունը նպաստելու է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ներդրումների եւ հանրապետ տնտեսության ակտիվության տեսանկյունից։ Մենք պատրաստելու ենք այն մեգանախագծերը, որոնք արդեն սկսել ենք կրթության բնագավառում, առողջապահության բնագավառում, սոցիալական ապահովության բնագավառում շարունակելու ենք զարգացնել ռազմարտունաբերությունը, ներքին ռազմարտունաբերությունը, նաև ձեռքբերումները, ուրեմն ռազմական, պաշտպանողական տեխնիկա եւ բարեփոխել բանակը, եւ որը ինձ թվում է բավականին տևական գործընթաց է եւ մենք դեռ շատ անելիք ունենք այս։ Իսկ այն մեղադրանքն է, որ դուք թմրեցնում եք հայ հանրության զգոնությունը, խոսելով խաղաղությունից, չնկատելով այն վտանգը, որ մեզ է մոտենում ադրբեջանական ագրեսիա։ Դուք եթե նկատի ունեք, որ ադրբեջանական նավթը գալիս է գնացքներով Հայաստան, դա ագրեսիա է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, չէ, որ մենք սնում ենք նրանց պետական բյուջեն, ռազմական բյուջեն։ Չենք նկատում, բայց դա նաև սնում է մեր պետական բյուջեն եւ սնում է մեր քաղաքացիների գրպանը, որովհետեւ մեր քաղաքացիները այդ մրցակցության պայմաններում, ընտրություն ունենալու պայմաններում, դիվերսիֆիկացված տնտեսության պայմաններում նաև ավելի արդյունավետ են կարողանում ծախսել սեփական միջոցները։ Իսկ թմրեցնելու մեղադրանքը ես կարծում եմ հանրությանը թմրեցնել, Հայաստանի հանրությանը թմրեցնել ուղղակի անհնար է։ Մենք ապրում ենք ժողովրդավարական համակարգում, մեր հանրությունը շատ ակտիվ արձագանքում է բոլոր բարեփոխումներին եւ խնդիրներին եւ այն հարցերին, որոնք չեն գոհացնում մեր հանրությունը լիուլի հնարավորություններ ունի դրանց մասին արտահայտելու եւ որևէ թմրացություն չեմ նկատում, հատկապես առաջիկա ամիսներին ես կարծում եմ ընդհանրապես թմրած չի լինելու մեր հանրությունը հաշվի առնելով մենք շատ ակտիվ քաղաքական process-ների մեջ ենք։ Հատկապես որ ձմեռը եւ բավականին ցուրտ է, ընդ որում ձյուն էլ գալու է, ինչքան գիտեմ։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գլխավոր պրոպագանդիստ Սոլովյովը սպառնում է հատուկ ռազմական գործողությամբ, քանի որ մտահոգ է, որ նրանք կորցնում են Հայաստանը։ Այսինքն այն բանաձևը, որ ուր է փախչելու Հայաստանը, ոնց որ տենց
cancel եղած վիճակում է, չեղարկվել է եւ հիմա մտահոգություն կա, որ փախչում ենք նրանց գրկից, հա, բայց եթե լրջացնենք հարցը, իրոք սա ագրեսիայի ռիսկեր չի պարունակում։ Դե պարունակում է որոշակի ռիսկեր եւ դրա պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն եւ համապատասխան նոտա է եղվել դեսպանին, որովհետեւ այդ մարդը Ստոլովյովը ուղղակի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ, նա աշխատում է Ռուսաստանի Դաշնության դաշնային հեռուստաընկերությունում եւ այն եթերը որտեղ ասում է դա էլ պետական եթեր են, որ ասեմ։ Եվ ես կարծում եմ, որ նաեւ պաշտոնական մակարդակով Ռուսաստանի Դաշնությունը պետք է արձագանքի սրան եւ ասի արդյոք սա որևէ կերպ կապ ունի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումների հետ, բայց մի բան ասեմ, ինձ թվում է դա նաև ազդակ է, որ մեր ընտրած ուղին, Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման ուղին, այն ճանապարհ, այն մեթոդներ, այն տակտիկայով, որով մենք ընթանում ենք, ճիշտ է։ Այդ դուք մտածել եք ինչով է իրականում մտահոգ տվյալ անձը։ Ինչն է, էլի խանգարում չէ, որ Հայաստանն իր տեղում է, ռուսական ռազմաբազան իր տեղում է, չգիտեմ։ Պարոն Կոպյուրկինը իր տեղում է։ Տեսեք, նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն են իրենց տեղում։ Եվ մի բան ասեմ, որ այս ապաշրջափակման նախնական process-ից, հիմա որ մենք Ադրբեջանի երկաթուղիներով կարող ենք ներմուծումներ անել Հայաստան։ Ռուսաստանն է ամենաշատ ըստ էության օգտվում, որտեղ ամենաշատ բեռները այս պահին եկել են Ռուսաստանից ծորենի եւ կարծում շաքարավազի տեսքով։ Ադրբեջանական բենզինը եւ ղազախական ծորենի համեմատությամբ ու շատ տարակուսելի է, որ նման արտահայտություններն արվում, որտեղ Ռուսաստանի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի առնվազն առևտրատնտեսական հարաբերությունները իրենց տեղում են, քաղաքական հարաբերություններն են իրենց տեղում եւ Հայաստանը որևէ միտում չունի փչացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, մենք իսկապես մեր տեղում ենք եւ չենք ուզում որևէ մեկի գրպանում լինել։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սարգիս Խանդանյանին։